Կյանքներից վերին մեր Տեր Հիսուս հույս ես տալիս աշխարհին, քեզ կարոտող աչքերին, քեզ սպասող սրտերին, իմաստությամբ աստվածային, քո սուրբ հոգով դու բարի, չնայելով մեր մեղքերին, ցնում ես մեզ վերստին, կենդանություն պարգևում ու նոր կյանքի մեզ կանչում և ասում. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել։ Եվ մենք զարմացած, ինչպես հրյա այն իշխանավորը, հարց ենք տալիս, այդ ինչպես կարող է լինել, ինչպես պետք է վերստին ծնվել, ինչպես պետք է Աստծո արքայությունը տեսնել։ Եվ դու վարդապետդ իմաստության, արարիչդ աշխարհի, փրկիչդ մարդկության, դու որ կենդանի հացն ու ջուրն ես, խաղաղության իշխանը, հավիտենական Հայրը, ամենագարող Աստվածը, դու սովորեցնում ես, որ այդ մեր վերստին ծնունդը մեր հոգում պիտի կատարվի, մեր ներսում պիտի փոփոխվի, որ դա մեր ցանկությամբ և կամոք պետք է լինի, և ոչ թե բռնությամբ, կամոք մեր Աստծո և մեր, համատեղելով նրա կամքը մեր կամքին, ինչպես աղոթքի ժամանակ Հայր մերն արտասանելիս, ամեն մեկը մեզանից ասում է քո կամքը թող լինի, ի ցույց տնելով քո անսահման մեծ սերը, դու փնտրում ես կորածին և դարձնում դեպի տուն, երբեմն էլ մենք ենք վերադառնում, ինչպես այն անառակ որդին զղջումով հայցում էր ներում իր վատ արարքին, իսկ հայրը տեսնելով նրան հերվից ընդառաջ է վազում, ձեռքերը մեկնած սիրով է գրկում որդուն իրեն լքած, ու երբեմն էլ քեզ ենք բերվում, ինչպես շնության մեջ բռնված այն կինը, հանձնվելով քո աստվածային տատին, լսում ենք մեզ համար է նույն պատասխանը, ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա այսուհետև մի մեղանչիր, և այսպես շարունակ քո կրթությունը, պարծությունը և սերը մեզ ծնում են վերստին, տեսնելու քո արքայությունը, կստքո աստվածային և մեր մարդկային կամքի հեղինակ Զոյա Ասլանյան։